Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Հիմա ես ցանկանում եմ խոսել մի թեմայի մասին, որը հաճախ մնում է անտեսված, բայց ուղղակիորեն առնչվում է մեր առողջությանը, մեր երեխաների ապագային եւ նույնիսկ մեր շրջապատի միջավայրի կայունությանը։ Խոսքս գնում է խմելու ջրի մեջ ավելացվող քիմիական նյութերի, հատկապես ֆտորի եւ մնացորդային դեղանյութերի, օրինակ հակադեպրեսանտների, հորմոնալ կոնտրացեպտիվների, հոգեվիճակը կարգավորող դեղերի, օրինակ շիզոֆրենիայի, բիպոլար խանգարումների, հալյուցինացիաների եւ այլ հոգեկան խանգարումները բուժելու նման դեղանյութերի։ Մի խոսքով, մենք բոլորս հավատում ենք, որ ջուրը պետք է լինի մաքուր, ճիշտ է, եւ այն օգտագործվում է ամեն օր յուրաքանչյուր անհատի կողմից ամբողջ աշխարհով մեկ։ Ջուրը պետք է լինի անվտանգ եւ առողջարար։ Բայց արդյոք մենք գիտենք իրականում, թե մենք ինչ ենք խմում եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր օրգանիզմի վրա եւ այս եթե նույնիսկ այն լինի թույլ կոնցենտրացիաներով, ինչ ազդեցություն կունենա մեր ուղեղի, հորմոնային համակարգի եւ ընդհանրապես երկարաժամկետ առողջության վրա։ Մի խոսքով ես կփորձեմ ներկայացնել փաստեր, ուսումնասիրություններ, օրինակներ ձեզ հետ կիսվելու համար այս հարցի շուրջ։ Մենք արդյոք պաշտպանված ենք, թե վտանգված։ Օրինակ, սկսենք Ամերիկայից։ Այնտեղ ջրի ես հիմա կխոսեմ փաստերի մասին, որտեղ է ջուրը ֆտորացված, հետո կխոսեմ դրա հետևանքների մասին առողջության վրա։ 20 թվականի դրությամբ ԱՄՆ-ի բնակչության 62.9%-ը ստանում էր ֆտորացված ջուր։ Առաջարկված չափաբաժնով մոտ 0.7 մգ 1 լիտրին։ Ժամանակի ընթացքում ֆտորացված ջրի քանակը 2006 թվականին 61.5% էր, 20 թվականին 62.9%, 2018 թվականին շուրջ 207 միլիոն մարդ ֆտորացված ջուր էր ստացել 5753 ջրամատակարարման կայաններից։ Այս դեպքում խոսքը գնում է Ամերիկայի մասին, առայժմս մենք էլ այնտեղ ունենք շատ բնակվող հայեր, միգուցե լսել են, գուցե ոչ, այնպես որ թող զգուշանան եւ հասկանան իրենց անելիքները, իմ պարտականությունն ու պատասխանատվություն է տեղեկացնել եւ զգուշացնել այս մասին, որը քիչ է խոսվում տարբեր երկրների մեդիայում։ Եվրոպայում ընդամենը բնակչության 2%-ն է, որ ստանում է ֆտորացված ջուր, մոտ 14 միլիոն մարդ։ Ֆտորացնող ջրի երկրներն են Մեծ Բրիտանիա, մոտ 6 միլիոն մարդ է ստանում նման ջուր, Իռլանդիայում 4.8 միլիոն մարդ, Իսպանիայում 4.25, Սերբիայում 300,000, իսկ մնացած երկրները, օրինակ Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Շվեյցարիա, Դանիա չեն ֆտորացնում ջուրը, փոխարենը օգտագործում են ֆտորացված աղ եւ բնական ֆտոր եւ այլ նյութեր։ Դեղամիջոցների մասին խոսեմ եւ այլ քիմիական տարրերի, որ գտնվում են ջրի մեջ։ Ընդհանուր տվյալները ամբողջ ԱՄՆ-ում խմելու եւ այլ մակերևույթային ջրերում հայտնաբերվել է 100-ից ավելի դեղանյութ, կրկնում եմ,
100-ից ավելի դեղանյութ ջրերի մեջ։ Դրանց մեջ են հակադեպրեսանտները, ներառյալ այդ հոգեկան տարբեր խանգարումների համար տեղերը և շատ այլ հորմոններ և այլ նյութեր։ 100 քիմիական նյութ գտնվում է ջրի մեջ, բացի ֆտորից։ Մի խոսքով, տարբեր քաղաքներում շուրջ 41 միլիոն ամերիկացի ենթարկվում է ջրի միջոցով դեղանյութերի այս ազդեցությանը։ 70-ից մինչև 2018 թիվը այս ընթացքում արտադրվել է 3000-ից ավելի ակտիվ դեղանյութ։ Ամերիկան հիվանդանոցներն ու բուժ հիմնարկները տարեկան արտադրում են շուրջ 250 միլիոն ֆունտ, այսինքն 113 միլիոն կիլոգրամ դեղագործական թափոններ։ Ջրի մեջ հայտնաբերված հիմնական նյութերն են, ինչպես ասացինք, կոնտրացեպտիվները, հորմոնները և այլը։ Դուք գիտեք, դրանք օգտագործվում են հակաբեղմնավորման դեմ։ Սրանք մարդու շատ ժամանակ օգտագործում է նաև այն ջուրը, որը մաքրվում է կոյուղիներից և այլը, և ջրի մաքրման կայանները հաճախ չեն կարողանում ամբողջությամբ հեռացնել դրանք։ Օրինակ, էստրոգեն հորմոնը կարող է անցնել ձկներին, ասում են, որ դա կանացիացնում է ձկներին և այլ ջրային կենդանիներին, այսինքն, այսպես ասած, սեռը փոխվում է, թե ինչ նմանատիպ բաներ է կատարվում այս հորմոնները ստանալով։ Գերմանիայում հայտնաբերվել է 27 տեսակի դեղանյութ, 0,1 միկրոգրամ լիտրի մեջ կոնցենտրացիայով, ընդհանուր հաշվով մինչև 150 տարբեր դեղատեխնիկական միացություններ։ Մենք վերևում ասեցինք, որ Գերմանիայում ֆտոր չեն օգտագործում, բայց ահա տեսեք, որ օգտագործում են 27 տեսակի դեղանյութ և 150 տարբեր նման միացություններ։ Գլխավոր եզրակացությունների ենք հանգնում, որ ԱՄՆ-ում ֆտորացումը նպատակ ունի իբր թե կանխել ատամների կարիեսը։ Ինչքան մեծ է հիպոկրատիան, որովհետև մնացած հիվանդություններ ստանալու մասին չեն մտածում, հենց ատամներն է իրենց հետաքրքիր, որ մարդիկ առողջ ատամներ ունենան։ Ջրի քիմիական աղտոտումը դեղանյութերով բավական լուրջ է։ Մաքրման կայանները չեն կարողանում ամբողջությամբ մաքրել այս նյութերը, որը շատ վտանգավոր է թե բնության համար, թե մարդկանց։ Հարկավոր է անպայման օգտագործել այնպիսի ֆիլտրներ, այնպիսի սարքավորումներ, որ ունեն այս ամեն ինչը մաքրող մոտավորապես գոնե 90-ից ավել տոկոս գոնե նման հնարավորություն։ Բերեք խոսենք ջրի այդ ամեն ինչի վտանգավորության մասին։ Ֆտորի վտանգները, օրինակ, խմելու ջրի մեջ կարող են ստեղծել ֆտորոզ, սպիտակ գծեր ատամների էմալի վրա և այլը։ Ծանր դեպքերում կարող են դառնալ դարչնագույն բծեր, էմալի խաթարում կարող է լինել և այլը, կորտվանքներ և այլը։ ԱՄՆ-ում 6-ից 49 տարեկանների շրջանում 23% է նման պրոբլեմները, ինչքան հետաքրքիր է, որ նրանք կոչում են, որ սա ձեր ատամների համար օգտակար է, բայց իրականում վնասում է ատամները։ Նաև կմախքային ֆտորոզ, ոսկորների հոդերի խնդիրներ։ Բարձր երկարաժամկետ ազդեցությունը կարող է հանգեցնել
ոսկորների կարծրացման, հոդերի կոշտության, կոտրվածքների բարձր ռիսկ սկելետային ֆտորոզը սկսվում է շատ ավելի բարձր մակարդակներում, եթե ֆտորի մակարդակը մի քիչ ավելի բարձր է։ Նյարդահոգեբանական ազդեցություններն այն են, որ ԱՄՆ-ում կատարված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հղիության ընթացքում 1,5 միլիգրամ լիտրի մեջ դրանից բարձր ֆտորի ազդեցությունը կարող է իջեցնել երեխայի բնական աճը և դա շատ վտանգավոր է հղիության ընթացքում, սակայն սովորական խմելու ջրի ֆտորացման մակարդակը կարող է առաջացնել վահանաձև գեղձի և հորմոնային խանգարումներ։ Ֆտորը կարող է ճնշել այդ գեղձերը, խաթարելով կալցիումի հավասարակշռությունը, առաջացնելով վահանաձև գեղձի թուլացում, հիպոթիրոզ, թե ինչ է կոչվում։ Հատկապես վտանգավոր է յոդի պակաս ունեցող անձանց մոտ։ Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ ֆտորը կարող է հանգեցնել նաև վերարտադրողական խնդիրների, շաքարային դիաբետի ռիսկերի և այլն։ Երիկամների խնդիրներ կարող են ունենալ մարդիկ, որոնք զգայուն են ֆտորի նկատմամբ, երիկամների թունավորում, կարող է վնասել երիկամների աշխատանքը, քաղցկեղի ռիսկերն են նաև մեծ։ 90 թվականի կենդանիների վրա անցկացված փորձերում նշվել էր, որ ոսկրային քաղցկեղի աճ կա և այլը, որը նույնպես կապում են ֆտորի հետ։ Իսկ ջրում առկա դեղանյութերի քիմիական մնացորդների վտանգները էկոլոգիական հետևանքներ կարող են ունենալ, ինչպես ասացինք, հոգեբուժական դեղերը, սերտալին, ֆլուոքսետին, թե ինչ, խաթարում են ձկների հորմոնները, վարքը, վերացնում են էկոհամակարգի հավասարակշռությունը։ Քիմիոթերապևտիկ դեղերը մնում են բնության մեջ, առաջացնում մուտացիաներ, վնասում մանր օրգանիզմներին, ինչպես տեսնում ենք, ի հայտ են գալիս շատ տարօրինակ կենդանիներ, որոնց մարդիկ չեն տեսել, մուտացվում են կենդանիները։ Հակաբիոտիկները խանգարում են ջրիմուռների, բակտերիաների զարգացմանը և խթանում հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության աճը։ Այո, հակաբիոտիկներ են, անտիբիոտիկներ են նաև լցնում ջրերի մեջ։ Դուք պատկերացնում եք, ով ինչքան կխմի, ինչ դոզաներով, ինչքան կստանա այդ նյութերը, ոչ մի սրան կոնտրոլ, վերահսկում չկա։ Ջրի մաքրման համակարգերը չեն կարողանում հեռացնել դեղանյութերը և դրանց ազդեցությունները, երկարաժամկետ ազդեցությունը, ինչ վտանգների կհանգեցնի, դրանք նույնիսկ ուսումնասիրված չեն, բայց հենց այնպես լցնում են։ Մի խոսքով, եթե այդքան հակաբիոտիկներ եք ստանում ջրի միջոցով, իհարկե անտիբիոտիկները, երբ որ շատ անհրաժեշտ են ձեզ հաբերը օգնելու, չեն օգնի, որովհետև արդեն ձեզ մոտ առաջանում է դրանց դիմադրողականության ձեր օրգանիզմում։ Էնդոկրինային սիստեմի վրա կարող են ներգործել այդ կոնտրացեպտիվ հորմոնները և այլ հորմոնային այլ դեղեր են օգտագործում։ Մի խոսքով, այդ շղթան ինչքան մեծ է, այդ վնասը շատ երկար է և շատ լուրջ, սա երկար շատ կան ուսումնասիրություններ, նյութեր
ինքներդ հետաքրքրվեք, բարձեք, ստուգեք ձեր ջրի մեջ ինչեր կան։ Դա ձեր պատասխանատվությունը պարտականություն է, ամենքդ որտեղ որ գտնվում եք, ինչպես եք դա անում, ինքներդ ելքը գտեք, իրավունք ունեք պահանջելու այդ ջրամատակարարման, ինչ-որ գրասենյակներից եւ այլը, ձեր ջրի բաղադրությունը, այն ժամանակ կհասկանաք, թե ինչի դեմ եք կանգնած, ինչի հետ եք առնչվում։ Մի խոսքով այս բոլորը տեղանյութերը վնասում են թե մարդկանց, թե բնությանը եւ ուսումնասիրված չեն, թե ինչ վտանգ են ներկայացնում մարդկանց։ Դե նույնիսկ եթե ուսումնասիրված չեն, հասարակ լոգիկան նույնպես կարող է հուշել, որ այդքան 100 տեսակի դեղանյութ իմ խմելու ջրի մեջ դա առողջ մարդու ինչին է պետք, ինչպես կարող է օգտակար լինել եւ ոչ մի վնաս չտալ։ Եթե վնաս չտային դեղերը, մարդիկ կվերցնեին ցանկացած դեղ առանց պատճառի եւ այդպես կխմեին անընդհատ հարյուրավոր դեղեր։ Օգտագործեք ջրի ֆիլտրներ, ակտիվացված ածխանյութերով եւ այլը, շատ կան տարբեր ֆիրմաների, մարկաների, օգտագործեք ամենալավ, ամենաշատ մաքրող հայտնի ֆիրմաները։ Ստուգեք ձեր քաղաքի ջրի որակի հաշվետվությունը, իմանալու կոնկրետ նրա միջի բաղադրությունը եւ միգուցե պայքարեք, որպեսզի այդ տեղանյութերը չօգտագործեն, չլցնեն, աղտոտեն ջուրը։ Մի խոսքով շատ գործեր կան անելու եւ սրանք շատ կարեւոր են։ Ֆտորի ազդեցությունը ուղեղի վրա եւ IQ-ի նվազեցումը։ Ֆտորը որպես քիմիական տարր մեծ քանակներով կարող է ազդեցություն ունենալ մարդու նյարդաբանական զարգացման վրա, հատկապես երեխաների ուղեղի վրա։ Վերջին տարիների մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ հղիության եւ վաղ մանկության շրջանում բարձր մակարդակով ֆտորի ազդեցությունը կարող է կրճատել երեխաների ինտելեկտուալ կարողությունները։ Հաշվի առեք այս փաստերը, սա շատ լուրջ է։ 24 թվականին կատարված մեծ հետազոտությունները Ամերիկայում պարզվել են, որ հղի կանանց մոտ արյան կամ մեզի մեջի ֆտորի մակարդակը գերազանցում է 1.5 միլիգրամ լիտրին, ապա նրանց երեխաների IQ-ն, ինտելեկտուալ մակարդակը միջինում նվազում է 1.14-1.63 միավորով։ Յուրաքանչյուր 1 միլիգրամը լիտրին ֆտորի ավելացման դեպքում։ Սա նշանակում է, որ բարձր ֆտորացումը կարող է հանգեցնել սովորական IQ-ից ցածր փոքր քանակությամբ, բայց կարևորը նվազեցնում է միավորները, ինչը խանգարում է երեխաների ճանաչողական զարգացման եւ ուսման կարողությանը։ Հետո էլ զարմանում են, թե լավ չեն սովորում, հետաքրքրություն չունեն եւ այլը։ Ինչով է սա բացատրվում, որ ֆտորը ներթափանցում է արյան ուղեղի արգելափակող պատնեշը եւ կարող է ազդել նյարդային բջիջների զարգացման եւ հաղորդակցության վրա։ Այն նաեւ կապված է նեյրոտոքսիկ ազդեցությունների հետ, որոնք կարող են խանգարել նեյրոնների ֆունկցիաներին, հատկապես վաղ տարիքում, երբ ուղեղը դեռ զարգանում է։ Այս վտանգները հիմնականում կապված են բարձր ֆտորի մակարդակների հետ, որոնք գերազանցում են խմելու ջրի ֆտորացման նորմերը։ Իհարկե,
ավելի քիչ ֆտորացման մակարդակներում վտանգները նվազագույն են, բայց ինչի, որպես ինչ լցնել ֆտոր, նվազագույն վնասներ ստանալը դա լավագույն լուծումը չէ, հատկապես փոքր երեխաների հղիների համար։ Մի խոսքով ֆտորի չափի խիստ վերահսկումը շատ կարևոր է և իհարկե շատ ցանկալի կլիներ, որ ֆտորի փոխարեն ինչն է նպատակը ֆտոր օգտագործելու, դա անհայտ է, պատճառաբանությունները անհեթեթ են, բայց վնասը պարզ է, հասկանալի է, փաստարկվում է, այնպես որ ոչ մի լավ բան չկա և պատճառ չկա լցնելու ֆտոր ու ասենք, թե դե քիչ է վնասը, իսկ կարելի էր և բոլորովին չլինել, ամենաշատ օգտագործվող նյութը ջուրն է և այսպես թունավորված։ Շատ մաքուր ջուրը, իսկական մաքուր ջուրը, անարատ ջուրը շատ կարևոր է առողջության համար։ Ոչ մի ֆտոր էլ պետք չէ, ոչ մի այդքան դեղամիջոցներ էլ պետք չի, չէ որ այդքան դեղամիջոցներով հարուստ նյութը արդեն ջուր չի, դա չգիտես ինչի կոկտեյլ է։ Մի խոսքով սա կարևոր է, որովհետև եթե նվազեցնում է ինտելեկտուալ մակարդակը բոլորի մոտ, դե հետո զարմանում ենք, թե մարդիկ ինչու են այսքան զոմբիացված և այլը, առաջվա պես սթափ ու այսպես ասած չեն կարողանում այդպես կենտրոնացված մտածել, սթափ մտածել և դեպքերի զարգացումները ճիշտ գնահատել, միգուցե հենց նպատակն էլ դա է։ Մեր պատասխանատվությունն է հետևել դրան, փնտրել գտնել միջոցները, այս մասին դուք կարող եք 100 հազարավոր նյութեր գտնել, իմ ասածներից ավելի բարդ, ավելի կոնկրետ, ես այսքանով կբավարարվեմ, որ ձեզ հայտնեցի, ազդարարեցի այս վտանգի մասին, իսկ մնացածը ձեր պատասխանատվությունն է և պարտականությունը ձեր ընտանիքի երեխաների հանդեպ։ Ես տվեցի ուղղությունը, ազդարարեցի վտանգի մասին, իսկ ավելի խորը ուսումնասիրելը դա արդեն ձեր վրա է։ Ես արեցի իմ գործը, դուք էլ արեք ձեր գործը։ Առայժմս այսքանը, ցտեսություն։